Աղոթքը սրբագործում, մաքրագործում եւ կարելի ասել բուժում է մեր զգայարանները, որով շփվում ենք աշխարհի հետ։ Մեր տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համի զգացողությունը եւ շոշափելու կարողությունը։ Այս զգայարանների մեջ որպես ելակետ արձանագրում ենք նախ լսելու կարողությունը, որը կարիքը ունի բժշկման, ինչու որտեղ մենք լսել չենք սիրում։ Քրիստոնեության մեկնակետը լսողությունն է։ Պողոս առաքյալը շատ հստակ Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ ասում է. հավատքը ի լրոյ է, հավատքը լսելուց է, ինչը լսելուց, Աստծո խոսքը, քարոզչությունը, իսկ քարոզչությունը, խոսքը Քրիստոսից է, անձնավորված ճշմարտությունից։ Մենք երբ մտնում ենք եկեղեցի աղոթելու, շատ հաճախ անմիջապես սկսում ենք խոսել, այսինքն աղոթել։ Մենք մեր խոսքն ենք դնում առջևում։ Մինչդեռ աղոթելու նախապայմանը լռությունն է եւ առավելաբար ներքին լռությունը, սրտի, մտքի, ներաշխարհի լռությունը, որպեսզի կարողանանք լսել։ Եվ որքան շատ ենք լսում Աստծո խոսքը, այնքան Աստված ավելացնում է մեր հավատքը։ Ավելացրում էր հավատքը, խնդրանքով դիմում էին Հիսուսին աշակերտները։ Ուզում ես ավելանալ հավատքդ, ուրեմն լսիր։ Ականջդ բաց պահիր, լսողությունդ բաց պահիր։ Եվ աղոթքը այս իմաստով բուժում է մեր լսողությունը։ Աստծո խոսքը նախ եւ առաջ փոխում է մեր տեսողությունը, այսինքն աղոթքը լսելու ճանապարհով բուժում է նաեւ մեր մյուս զգայարանը, տեսնելու կարողությունը, ինչը տեսնելու, այնինչ մեր շրջապատող աշխարհում է։ Հիսուս մի օր բավական ճանապարհ արդեն անցած իր աշակերտների հետ, կրթած, թե գործով, թե խոսքով, սկսում է խոսել իր խաչի մասին, որ իրեն մահ է սպասվում, եւ իր ճանապարհը խաչի ճանապարհն է։ Առաքյալներից ամենահախուռնը Պետրոսը մոտենում է Հիսուսին, մի կողմ է տանում եւ այսպես հորդորով ասում են, որ չարժի այդպիսի բան խոսել։ Եվ Հիսուս արդեն բարձրաձայն, որպեսզի լսել լինի բոլորին, Պետրոսին ասում է. հետևս գնա սատանա, դու գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու խորհում ես ըստ մարդկային մտածողության, ոչ թե ըստ Աստծո կամքի։ Հետևաբար աղոթքը օգնում է մեզ փոխելու աշխարհին նայելու մեր հայացքը։ Մենք սովորաբար աշխարհին նայում ենք կամ մեր կյանքին նայում ենք այն հայացքով, որը մեզ թելադրում է աշխարհը։ Հիսուս մեզ հրավիրում է կյանքին նայել այն հայացքով, այն զգացողությամբ, այն գործունեությամբ, ինչը որ զգաց, մտածեց, գործեց Հիսուս ինքը։ Բազմաթիվ օրինակներ կան։ Աշխարհն ասում է. ակը ննդական, ատամն ննդատաման։ Հիսուս ասում է. ներիր նրանց, ովքեր քեզ վնասում են։ Աշխարհային մտածողությամբ, մարդկայնորեն սա շատ բարդ, դժվար հասկանալի մոտեցում է։
Բայց երբ մենք նախապատվությունը տալիս ենք մեր աշխարհայացքին, այն ինչ որ աշխարհն է թելադրում, այն ինչ որ մարդկության փորձառությունն է թելադրում, եւ որը հակասում է Աստծո խոսքին եւ կամքին։ Եթե նախապատվությունը տալիս ենք դրան, նշանակում է մենք մեր իմաստությունը գերադասում ենք Աստծո իմաստությունից։ Աշխարհը շատ հաճախ խոնարհությանը նայում է որպես թուլության, իսկ խոնարհությունը քրիստոնեական ամենաառաջին առաքինությունն է ի հակադրություն առաջին մոլության, որը կամ մահացու մեղքի, որը հպարտությունը, ամբարտավանությունը, մյուսներին ժխտելու կեցվածք, մինչդեռ քրիստոնեության առանցքն է ներողամտություն, այն աստիճան, որ երբ Հիսուս տերունական աղոթքը, միակ աղոթքը, որ տրված է Տիրոջից, որպես մոդել աղոթելու, թե ինչպես պետք է կերպավորենք մեր խնդրանքները, ինչը պետք է առաջնային դարձնենք, ինչը երկրորդական, այդ աղոթքից անմիջապես հետո, որի մեջ նաև խնդրանք կա մեր մեղքերը ներելու, այնպես ինչպես մենք ենք ներողամտություն դրսևորում, նորից Հիսուս այդ խնդրանքը բացատրում է, ցույց տալով աղոթքի այդ խնդրանքի առանցքային բնույթ։ Երբ Հիսուսին արան խաչելության, հռոմեական օրենքներով, իհարկե արդարությունը եւ ճշմարտությունը զոհաբերելու գնով, այդ պատիժը բռնություն էր, ծնված հպարտությունից եւ նախանձից, բայց բռնությունը չվերացավ դրանից հետո։ Մենք ասում ենք Քրիստոս Մեսիան է, փրկիչն է։ Եվ ինչ ենք ակնկալում փրկչից։ Ակնկալում ենք, որ պետք է ինքը վերացնի աշխարհում անարդարությունը։ Պետք է մեղավորներին պատժի, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր իր քարոզչության ժամանակ բարձրաձայնում, ասելով, որ ինձնից հետո գալիս է ինձնից ավելի մեծ մեկը, որը կտրելու է չորացած ճյուղերը, կացինի օրինակներ բերում, ծառի արմատին դրված է, ով բարի պտուղ չի տալիս, կտրվելու է, եւ նետվելու է հնոցը, այսինքն կտրելու է եւ վառելու է։ Եվ հանկարծ տեսնում ենք Քրիստոս գալիս եւ շարք է կանգնում մեղավորների հետ, մկրտվելու նույն Հովհաննես Մկրտչից։ Ձախողեց, թե փրկության այլ կերպ բերեց։ Մենք էլ մեր կյանքում այդպես ենք հաճախ նայում Աստծուն։ Խնդիր ունենք, ուզում ենք, որ այդ խնդիրը Աստված վերացնի։ Աստված ուզում ենք, որ համակարգերը արդար դարձնի։ Հարաբերությունների մեջ չարիքը վերացնի, բայց այդ համակարգերը, հարաբերությունները, դրանք մեր կերտածն են, դրանք մեր ազատ կամքի արդյունք են։ Իսկ ինչ է անում Աստված մեզ հետ, ինչ շնորհ է տալիս։ Մեզ տալիս է շնորհ վերափոխվելու, որպեսզի մենք մեր հերթին վերափոխենք մեր անմիջական աշխարհը, հետևապես նաև համակարգը։ Ուրեմն փոխվում ենք մենք, փոխվում է աշխարհը։ Մինչդեռ մենք ցանկանում ենք աշխարհը փոխվի, բայց մենք մնանք նույնը, այդպես չի լինում։ Երրորդ զգայարանը, որ աղոթքի միջոցով ստանում ենք պարգև, բուժելու, վերափոխելու, դա մեր հոտառությունն է։ Սա մենք դիտարկենք փոխաբերական իմաստով։ Եթե վերցնենք այն, ինչ որ Քրիստոս առաջարկում է մեզ, անուշահոտություն է, իսկ այն, ինչ չարն է մեզ առաջարկում, գարշահոտություն է, ապա մենք շատ հաճախ չենք կարողանում
զանազանել որն է բուրում, որն է գարշանք տարածում։ Միջնադարից եկող զրուցարան կա, որ կոչվում է Հայելի վարուց, մետարքիր պատմություն կա։ Ճգնավորը մարդկային կերպով մի երեշտակի ուղեկցություն է վայելում, քայլում են միասին եւ ճանապարհին հանդիպում են մի լեշի, որը գարշահոտություն է տարածում եւ ճգնավորը հոտոտելիքը փակում է։ Երեշտակն ասում է, ինչու ես փակում հոտոտելիքդ, ասում է դե գարշահոտություն է։ Առաջ են շարժվում եւ ընդառաջ է գալիս մի ասպետ ցիու վրա նստած հեծյալ շքեղ կերպով, ավանաբար նաեւ օծանելիքներով բուրում նավետ եւ հանկարծ հրեշտակն է քիթը փակում մարդկային կերպարանքով երևացած։ Ճգնավորն ասում է ինչ պատահեց, ասում է գարշանք է բուրում այդ երիտասարդը, որովհետեւ երևում է նրա հոգևոր կյանքը ամբողջ, որը հպարտություն է, նախանձ է, բռնություն է, այլանդակություն է, անառակություն է։ Այսինքն հոգևոր տեսանկյունից շատ հաճախ մեզ համար փայլուն, գեղեցիկ, բուրումնավետ երևույթները խորքում գարշահոտություն են։ Այն մենք աղոթքի մեջ խնդրում ենք Աստծուն կամ աղոթքի ճանապարհով ձեռք ենք բերում շնորհ, խորաթափանցության, զանազանության, զանազանելու շնորհ ենք ձեռք բերում, որն է բարին, որն է չարը, որն է լավը, որն է վատը։ Գիտեք, երբ որ մենք տեսնում ենք մի վայրենի մեկի, գազանացած մեկի, հասկանում ենք, որ վտանգավոր է։ Այստեղ խնդիր չկա։ Բայց չարը այնքան խորամանկ է, որ շատ հաճախ քողարկվում է լույսով, քողարկվում է բուրմունքով, քողարկվում է բարիքով։ Չորրորդ զգայարանը, որ աղոթքը սրբագրում է, բուժում է։ Դա մեր համի զգացողությունն է, համի կարողությունը։ Սա դարձյալ մենք կարող ենք դիտարկել փոխաբերական իմաստով։ Մենք ունենք ընտանիք, մենք ունենք ընկերներ, մենք ունենք աշխատանք, մենք ունենք հայրենիք, պետականություն, պետություն, մենք ունենք առողջություն, գեղեցկություն, բայց համը չենք զգում կյանքի։ Մի տեսակ ցանցրալի է, նոր ինչ-որ բան ենք ուզում փորձարկել։ Չենք տեսնում այն արժեքը, որ շատ իրական մեր կյանքում կա։ Եվ վազքի մեջ ենք։ Անտեսում ենք այն ինչ-որ ներկայում կա, եւ ուղեղով, մտքով, սրտով ապագայում ենք, ինչ-որ նոր բան ենք ուզում։ Եվ արդյունքում չենք վայելում այն, ինչ-որ կա իրականում։ Չզգալով ներկայի մեր ունեցածի արժեքների համը, մենք նոր փորձառություն ենք փնտրում, խաբելով մեր ժամանակը, կեղծելով մեր ժամանակը եւ լցնելով բոլորովին այլ արժեքներով, որոնք հակոտնյա են իրական քրիստոնեական հոգևոր արժեքներին, որովհետև մեր համի զգացողությունն է բթացած եւ աղոթքը մեզ վերականգնում է։ Տեսեք, մի ուրիշ օրինակ բերեմ։ Մեր երկիրը երկնքի տակ թանգարան է, բաց երկնքի տակ, լեցուն սրբավայրերով, հոգևոր տարածքներով, իսկ հոգևոր տարածքը լռության տարածք է, հոգևոր տարածքը բուժիչ տարածք է։ Հիմա այսօրվա մեր պետության սահմաններում ներփակված հայրենիքը լեցուն հոգևոր տարածքներ ունի,
խաղաղեցնող բնույթի, բայց չգիտես ինչու, մենք որպես հասարակություն, որ լցնում ենք այս տարածքները, լարված ենք, մտահոգ ենք, ունակ հայելու, անիծելու, կռվելու, սա դեռ խոսքի մակարդակի վրա եւ գործնական գետնի վրա բռնություն կիրառել։ Այս տարածքում, այս հոգևոր թանգարանային տարածքում մենք չունենք այդ խաղաղությունը, որովհետև չենք զգում այն համը, այն հոգևոր, որ մեր հայրենիքը մեզ մատուցում է, որովհետև մեր համի զգացողությունը բթացած է։ Եվ աղոթքը մեզ օգնում է վերականգնելու, բուժելու այս զգացողությունը։ Եվ վերջին զգայարանը, որը կոչված է բուժվելու, սրբագործվելու մեր շոշափելու զգացողությունը։ Սերը վերացական չէ։ Սերը խոսքով չէ։ Սերը այն չէ, ինչ մենք մտածում ենք, որ կանենք։ Սերը շատ առարկայական է, շատ շոշափելի է եւ այսօր է, հիմա է։ Ունենք հաղթած կարիքավոր մարդիկ։ Շոշափելի է, երբ մենք զորակցում ենք, տալով հաց որպեսի ուտի։ Ունենք հիվանդ։ Մեր սերը արտահայտվում է շատ իրական մեր գործնական կյանքում եւ խնամք ենք տանում։ Հիսուս բարիքի տարածք է բացում, որ եթե դու սիրում ես, ուրեմն քո սերը պետք է արտահայտվի շոշափելիորեն։ Մեր շոշափելու ամենա եւ պատկերավոր, եւ գեղեցիկ օրինակը դա համբույրն է, որը սիրո բարձրագույն տեսանելի նշանն է։ Չկա իրական շոշափելի սիրո դրսևորում, չկա կյանք։